Այսօրվա նյութը վերաբերվում է նորը հավատացյալների կյանքում։ Մենք նոր բառին պետք է բավականին շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև դա մեր կյանքում բավականին մեծ փոփոխությունների ու հնարավորությունների առիթ է տալու։ Երբ խոսում ենք նորի մասին, նոր նշեցի, որ մակամա մենք հիշում ենք, թե 2 ամիս առաջ մենք եկեղեցում դիմավորել ենք նոր տարին։ Ամեն տարի, երբ մենք հավատացյալներս կարողանանք ժամանակ գտնել նոր տարին միջև չանցած կամ նոր տարի սկզբնամասում ու վերլուծել, թե ինչ պետք է անեինք կամ ինչ չենք արել հին տարում։ Այսինքն դա ավելի շատ վերաբերվում է մեզ ուղղելու աշխատանք մեր հավատացյալների կյանքում։ Եվ ես հավատացած եմ, որ մեզանից ինչ-որ քչեր սա այդ մասին հետ գնում, մտածում, թե ինչ արել կամ ինչ չի արել, ինչ սխալ է արել, ինչ ավելի ճիշտ քայլ է արել, որ կարող է իրան ուրախացնի, ու այդ ուղղությամբ մենք քիչ ենք մի փոքր մտածում, խորհում, բայց հավատացեք, որ եթե մենք այդպիսի քայլով կարողանանք հետ մտածենք, թե մենք հին տարում ինչ սխալ ենք արել կամ ինչ չպետք է անեինք, որ արել ենք, մենք բավականում մեր կյանքում շատ մեծ փոփոխություններ կզգանք, որպես հավատացյալներ։ Գիտես, ընդհանրապես շատ ժամանակ բաներ ես անում և փորձում ես այն ուղղել, բայց այդ ժամանակը չես կարողանում դա ուղղել, որովհետև դու չես կարողանում ժամանակը հետ տալ։ Եթե հնարավոր լինի ժամանակը հետ տալու և դա ուղղելու, դու բավականին շատ երջանիկ ու ուրախ կլինես։ Բայց գոնե այդ դեպքում, եթե դու դա այդ ամենը չես կարողանում անես, դու պետք է նոր պահին նշած վերլուծությունը անես և ամեն անգամ նոր տարին, երբ որ մենք դիմավորում ենք, այն հին անցածը, որը որ մենք ունեցել ենք, մեզ ուղղելու համար բավականին մեծ մտածելու տեղիքներ է տալի, որպեսզի մենք կարողանանք ժամանակ ունենանք ու ավելի կատարելագործվենք, օրհնվենք Աստծո հաճո գործերի մեջ։ Հաճախ է չէ լինում, երբ ինչ-որ մեկը քեզ վիրավորում է ու կամ դու ես նրան վիրավորում, այդ վիրավորանքը երկար ժամանակ կարծես թե նստված կա տալիս քո վրա և ազդեցություն է ունենում քո կյանքի ընթացքում, առաջընթացին։ Այստեղ, եթե այդպիսի բան է լինում քո կյանքում, մի հատ շատ լավ բառ կա հայերեն, կոչվում է վերափոխվել։ Այսինքն դու ինքդ պետք է վերափոխվես, քեզ նորոգես։ Աստծո միջոցով ինքդ փոխվես, այսինքն դու քեզ վերանորոգում ես, որպեսզի դառնաս հավատացյալին վայել անձնավորություն։ Գիտես, որ դու պետք է նաև հրաժարվես հին մարդու տեսակից։ Այսինքն այն ինչ եղել է անցյալում, պետք է դրա տեսակից հրաժարվես, դառնաս նորը։ Իսկ եթե դու դառնում ես նորը, եթե ինչ-որ ցանկացած ժամանակ նոր բան է լինում, դա թարմություն է։ Եվ դա դու վերանորոգվում ես միմիայն Աստծո օգնությամբ։ Դա այնպես չի, որ մենք ինչ-որ մի նոր բան արեցինք, թարմության հոտ եկա, ոչ։ Դա միայն խոսքը վերաբերվում է Աստծո թարմության ու Աստծո հաճո գործերի մասին։ Ես ուզում եմ կարդամ Եսայի մարգարեության 65:17-ը։ Ինչ է խոսվում, ինչ է ասվում այդ մարգարեության մեջ։ Ահա ես ստեղծում եմ երկիր ու նոր երկինք։ Տեսեք, Աստված ստեղծում է երկիր ու նոր երկինք։ Հին բաներ չպետք է հիշվեն։ Տեսեք, ինչպես փայլուն բառեր են, չէ՞։ Ստեղծում է նա մեր համար հին,
Այսինքն նոր երկիր ու երկինք եւ նշում է միևնույն ժամանակ, որ հին բաներ չպետք է հիշվեն։ Եվ եթե հին բաներ չպետք է հիշվեն, մենք գալիս ենք նույնպես այդ կարևոր եզրակացությանը, որ այն ամենը, ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում հին ժամանակները, որոնք ունի վերանորոգման, վերափոխման կարիք, նա պետք է ավելի մենք մեր դրա վրա աշխատանք տանենք Աստծո օրհնությամբ, Աստծո Աստվածաշունչը կարդալով, զարգանալով եւ Աստծո հաճո բոլոր գործերը մենք ավելի կարողանանք առաջ տանք։ Աստված նաեւ ասում է, որ հին տաճարները պետք է քանդեն եւ նորերը կառուցեն։ Պարզավոր դա հին տաճարները չի վերաբերվում շինություններին։ Դա վերաբերվում է, երբ որ ասում է նա եւ նորը կառուցեմ, տաճարները դա մարդիկ են, մենք ենք, հավատացյալներս ենք, որոնք որ ստեղծում ենք այս եկեղեցին, որ պահում ենք, վերանորոգում ենք, նորացնում ենք, թարմացնում ենք, իսկ թարմացնում ենք մենք մեր Աստծո շնորհի գործերով առաջ գնալով եւ Աստծո հաճո բոլոր գործերը առաջ տանելով, այսինքն ավելի աստվածային գործերով մեր քայլերով։ Ինչպես նաև ուզում եմ կարդամ Եզեկիելի մարգարեության 36:26-ում ինչ է ասում. ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ ու նոր հոգի։ Տեսնում եք, թե ինչքան բառեր կա մեր Աստվածաշնչում, նոր կտակարանում, հին կտակարանում, ինչքան բառեր կա, որոնք վերաբերվում են նոր բառին։ Անգամ Աստվածաշունչ չէ, գոյություն ունի հին կտակարան եւ նոր կտակարան։ Հիմա տեսեք, եթե Աստված մեզ տալիս է նոր սիրտ ու պիտի տա նոր հոգի։ Ինչպես մենք գիտենք, որ մեր ընդհանրապես կյանքի ընթացքում դա աշխատող օրգանները, որ անընդհատ աշխատում է, մեզ առաջ է մղում որպես ֆիզիկական գոյություն, դա մեր սիրտն է։ Եթե նա տալիս է այդ սիրտի աշխատանքը, որ մենք գործենք, նա նաև տալիս է հոգին, որ դու փոխվես, հոգով լինես Աստծուն մոտ։ Նշում եմ նույնպես, որ եթե մեզ Աստված նոր սիրտ պետք է տա ու նոր հոգի, մեզ ինչ է մնում։ Մնում է, որ մենք չհիշենք հին բաները, որը եղել է շատ տարիներ առաջ, եւ ընդհանուր վերլուծություն անենք, վերանորոգվենք եւ լցվենք այն հոգով, ինչ ցանկանում է տեսնել մեզ Աստված։ Գիտեմ, որ դժվար է դա, որովհետև ընդհանրապես մարդկության մոտ ինչ որ եթե վիրավորանքներ ունենում, շատ ժամանակ նաև բնավորության հարցը մարդու մոտ դա կարծրանում է, շատ դժվարության է լինում դա վերափոխվելը։ Ես դա բոլորս էլ հասկանում ենք, բայց պատկերացրեք, թե եթե մենք կարողանանք այդ ուժն ու զորությունը մենք մեր մեջ գտնենք ու վերափոխվենք, նոր սրտով եւ նոր հոգով կարողանանք շարժվենք, ինչքան մենք պետք է մեզ լավ զգանք, ինչքան պետք է մենք արդեն կատարենք ել ավելի բարի գործեր, լավ գործեր եւ շրջապատի համար ցանկացած մարդու համար ավելի հաճո լինի մեր բոլոր գործողությունները։ Ուզում եմ նաեւ մեզ համար, մեր բոլորի համար ասեմ այս նախադասությունը, որ ովքեր Քրիստոսի մեջ են, հները պետք է մոռացվեն եւ ամեն բան պետք է նոր լինի։ Այդ ժամանակը, որ դու փոխվելու ես, փոխվելու են քո գործերը, նոր մարդ ես դու լինելու, վերափոխվելու ես։ Քո մեջ դա պետք է դառնա որպես բնավորություն, նորի բնավորություն, որը պետք է միայն արտահայտի բարիություն, պարզություն, բոլոր մարդկանց համար, ցանկացած մարդկանց համար Աստծո գործի, կամքի
եւ նրա սիրելի զավակը դու պետք է դառնաս։ Եթե դու կարողանում ես այս նորի իմաստը ճիշտ ըմբռնել, ճիշտ հասկանալ եւ քո մեջ կատարել վերափոխություն եւ քո մեջ արթնացնես այն ամենը, այն եւ վերափոխվես ու հիշես այն սխալները, որոնք ինչպես նոր նշեցի, հին տարվա ու նոր տարվա մեջ դու պատկերացրու, որ բավականին մեծ գործ արած կլինես։ Այդ գործը ինչ որ դու կարող ես անել, դա էլ ավելի կզարգացնի մեր հավատացյալ աշխարհը եւ արդեն ցանկացած մարդու համար པարզ կդառնա, թե ինչպես պետք է իրան պահի հավատացյալը, թե ինչպես պետք է իր նոր գործերով, նոր ուժով ու նոր եռանդով պետք է լցվի այս աշխարհը։ Նույնպես ես ուզում եմ բառերը նույնպես տվյալ դեպքում նորից կրկնել, ովքեր որ Քրիստոսի մեջ են, հները պետք է մոռացվեն եւ ամեն բան նոր պետք է լինի։ Եվ սա պետք է մենք համար արդեն հիմք ընդունենք, եթե դու Քրիստոսի մեջ ես, Աստծո զավակն ես, դու պետք է ցանկացած օր քո վրա վերանորոգման աշխատանք անես։ Դու շպրտես հին բաները, բացես պատոհանները, դու շպրտես ուղղակի այդ հին բաները մոռանաս։ Եվ ամեն տարի, երբ տարին անցնում է, դու ժամանակ գտնես կարողանաս այն հին բաները, որոնք կկրկնվեմ, չեմ հոգնի ասելուց, որ չես արել, վերլուծես քո մեջ ուղղոց աշխատանքներ անես, որպեսզի դառնաս Աստծո Քրիստոսի իրոք զավակը։ Այսպիսով ավարտում եմ նորի իմաստը, նորը հավատացյալների կյանքում այս իմաստը եւ խնդրեմ, որպեսզի այս նորի իմաստը ու բառը շատ մեր կյանքում լուրջ տեղ գտնի, ընդունելի լինի, որպեսզի մենք կարողանանք վերանորոգվենք, որովհետև մարդը ցանկացած ժամանակ վերանորոգվելու, կատարելագործվելու, Աստծո խոսքը ել ավելի զարգացնելու, իր մեջ ընդունելու տեղ միշտ ունի։ Աստված օրհնի մեր բոլորիս, թող նորը մեր կյանքում բավականին մեծ տեղ գտնի։